Հերիք եղավ այդ մարդկանց այդքան փորը տակ։ Փողը մի երկու կոպեկ փող եք գցում դեմերները, ասում եք գնացեք փող բաժանեք, չգիտեմ ինչ արեք, դրանք էլ անուղեղ գնում են փողը բաժանվում, բռնվում են, բաժանում բռնվում են։ Հիմի ասենք թե մի քիչ տենց երևի լավ չեն հասկանում, մի քիչ գրագետ չեն, կյանքը չեն ջոգե։ Պիտի 10-20 հազար դրամով տենց ստոր ասնեք ձեր կողմնակիցներին, ամոթ էլ է էլի։ Այսինքն փողը տալիս եք, ասում եք տարեք, բաժանեք, այդ ապուշներն չեն էլ հասկանում, ում են անում, ինչ են, ում են փող տալիս, ինչ են տալիս, գնում են, բռնվում են։ Հիմա ես վերջի ապուշը, որ ձայնագրության մեջ հրապարակվեց, համ օրենքի հետ խնդիր ունենալու, համ գնալու է բան հələ այնտեղ են մուկ նկարելու, օղերը պրագուն են արել, քֆուր են դրել, չգիտեմ ինչ, ում վրա դու այ ոչխար, դու ազգի վրա քֆուր ես դնում։ Դու որ հատվածի մասին ուզում ալ լինի խոսքը։ Դու ով ես որ դες բաներ ես խոսում, հələ մի հատ հələ քեզ նայի, 10-ով չի եղած դա։ Դա վերեն 10,000 դրամ շպրտել են փողոցները քեզ հետ, այդ չես։ Դու ով ես որ դες բաներից ես խոսում, հեսա գնալու ես ամոթ։ Կամ քեզ փող տվողները ստորացնում են ձեզ։ Այդ 10-20 հազար դրամով ձեզ նսեմացնում են։ Հիմա ով ընտանիքները պահելու ես մարդկանց։ Այդ փող տվողները այս անդրություններից հետո ձեզ չստիկի պես շպրտելու են մի կողմ։ Ադնա ռազվի զուգարանի թղթի նման շպրտելու են մի կողմ։ Ու ձեր ընտանիքներն են պահելու։ Այդ այսօրվա այդ 20 հազար դրամի խաթր մի քանի տարի ընտանիքը սոված է մնալու։ Չեք ամաչում։ Չեք խղճում ձեր հարազատներին, որ դες բաներ եք անում։ Հա նրանք չեն խղճում ձեզ փող տվողները, ծաղրում են, ձեզ լանգ ու լավազ, խորը անասունու ես ինչ են համարում, բա դուք ձեր ընտանիքներին չեք խղճում, որ դες բաներ եք անում, ձեր ես երկիրը, ձեր հայրենիքը, ձեր հայրենակիցներին, չնայած դուք որ այդքան հասկանաք երկիր պետությունը հայրենակիցը, որ նա փողը չեք վերցնի ու չեք էլ բաժանի, բայց մի քիչ ուղեղներդ հավաքեք, խելքերներդ հավաքեք, գլուխներդ, ամոթ էլ է։ Ես ինչ բառապաշարով, ես ինչ նսեմացած վիճակով եք մեկիդ հետ խոսում։ Մարդ լսում է խղճում է, չգիտես լացես թե խնդաս։ Մեղք եք։ Դե ինչ սիրելի բարեկամներ, անկեղծ ասած абսուրդը արդեն ամեն բոլոր հնարավոր սահմանները անցել է։ Նարեկ Կարապետյանը այսօր առավոտյան գրում է, որ բախտի բերմամբ նախագահ դարձած ոմն մեկը օրենք է բերել, որով նստացրել է մարդկանց կազինոների վրա, մոտավորապես ցիտում եմ, չնայած մտածում եմ, որ ճիշտ եմ ցիտում։ Որից հետո ես այն առաջարկում եմ կամ հստակեցնել ում նկատի ունես, կամ ջնջես, կամ ինչ-որ ձևով արձագանքես, եղբայր ում նկատի ունես։ Որից հետո ինքը տեղադրում է մի օրենքից կտոր եւ մեղադրում է ինձ իբր դրա մեջ, հստակեցնում է, որ Ալեն, այո դրա տակ Ալեն է գրած եւ ես հպարտեմ, եւ ասում է հետեւյալը, հա, ասում է այս նախագիծը ընդունելուց հետո on-line կազինոներում խաղադրույքներ կատարող թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում, ով է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող ընտանիքների քանդող ամենաանեծքի արժանացող այս նախագծի հեղինակը տակ անունը գրած է Ալեն Սիմոնյան։ Հիմա կարդում ենք ինչ է գրած։ Ես չեմ հասկանում, ասենք այս աստիճանի։ Ուրեմն այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել, որ փոքրակներեք մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է։ Սահմանվում է այդ մարմնի կիրառման կարգը, ինչպես նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերագրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչի կողմից չպահելու դեպքում, այսինքն ինչ է ասում, այն մարդիկ, ովքեր որ խաղամոլությամբ են տառապում եւ նման խնդիր ունեն, իրանց մուտքը արգելել կազինո։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչ կապ ունի իմ օրենքը այս գրածի հետ, պարոն Կարապետյան։ Ես ձեր իմիջիալից ձեր համար Ալեն չեմ, ես ձեր համար Հայաստանի Հանրապետության
ընտրված ազգային ժողովի նախագահն եմ եւ դուք կարող եք ինձ հետ խոսելիս միայն պարոն Սիմոնյանով դիմել կամ պարոն արժան նախագահ կամ պարոն նախագահ, ոնց ձեզ հարմար է, որովհետեւ ես ինձ թույլ չեմ տալիս ձեր հետ դեռ թույլ չեմ տալիս տենց խոսել։ Եվ փաստացի ստացվում է, որ այդքան փողի մեջ այնուամենայնիվ այդքան իրավաբան ունենալով այնուամենայնիվ դուք չեք տիրապետում եւ չեք խորհրդակցում եւ ընդհանրապես ես չգիտեմ դուք որ կարդում եք հասկանում եք ինչի մասին է խոսքը ինչևէ նախ եւ առաջ դուք ձեր նախորդ գրառման համար ես հայց եմ ներկայացնելու կազինոյի վրա մարդկանց նստացնելու համար փաստացի դուք հաստատեցիք որ դուք ինձ նկատի ունեիք եւ դուք դրա համար պատասխանատվություն պետք է կրեք եւ երկրորդը ամենահետաքրքիրը արդյոք դուք այս հրապարակելով պատրաստվում եք ուժեղ Հայաստան երբ որ խմբակցություն կունենաք ազգային ժողովում վերացնեք այս օրենքը այսինքն այն մարդկանց ովքեր որ տառապում են խաղամոլությամբ նորից թույլ տաք իրանք կարողանան գնան կազինո եւ խաղան անկեղծ ասած իրոք շատ զարմացած եմ որովհետեւ այդքան փողի մեջ այդքան շրջապատված լինելով իրավաբաններով կարելի էր ուղղակի խորհրդակցել դե ինչ կսպասենք կհանդիպենք դատարանում որից հետո դուք հրապարակային ներողություն խնդրեք ձեր պարտության համար բայց այնուամենայնիվ հետաքրքիր է արդյոք պատրաստվում եք վերացնել այս օրենքը եւ թույլ տալ մարդկանց ովքեր որ խաղամոլությամբ են տառապում հնարավորություն տալ նրանց մտնել կազինո։ Հա, մեկ էլ այդ տակը ես նկատեցի, որ ձեր այս խելացի գրառման տակ շատ մարդիկ ուրախացած եւ ողջավորված են։ Հարգելիներս ես հասկանում եմ նախընտրական շրջանը դասավորվելու, տեղավորվելու խնդիր կա, ինչ որ դուր գալու խնդիր կա եւ այլ, բայց գոնե հայա տառը ճանաչեք, գոնե դուք կարդացեք ինչա գրում, ինչի մասին է խոսում։ Ինչեւ է շատ խոսացինք։ Լավ մնացեք, վաղը Քարոզ Արշավ է սկսում, վստահ եմ շատ հետաքրքիր է լինելու եւ կհանդիպենք արդեն Քարոզ Արշավի ընթացքում։ Աչքովս ընկավ, որ ուժեղ Հայաստան կազմակերպության վարչապետի տեխնացու Նարեկ Կարապետյանը ինչ որ ստատուս է գրել եւ խոսել է բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած ինչ որ մարդու մասին։ Ես հասկանում եմ, որ իրանք շատ մեղսրտած են, որ ես տենց շարունակաբար մեկնաբանում եմ իր հոպարի ռուսաստանցի օլիգարխի հայերեն չխոսելու, միտք չունենալու, միտքը կտրտված ներկայացնելու եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գոյություն ունենալու հարցը եւ սա դրա արձագանքն է, ասեմ որ դա շարունակվելու է եւ շատ ավելի սաստկանալու է կախված նրանից թե որքանով տվյալ անձը փորձ կկատարի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվել Ռուսաստանի Կալուգա քաղաքից, բայց այստեղ հիմա կարևորը ինչն է, կարևորը այն է, որ իմ համար զարմանալի է իրենց ուժեղ փորձել ներկայացնող մարդկանց այս սեթևեթումը, երբ իրենք փորձում են ամեն ինչ անել, որ ես հանկարծակի հնարավորություն չունենամ դատական հայց ներկայացնեմ։ Դե ուժեղ տղա, ես առաջարկում եմ, որ դու գրես, դու ում նկատի ունես ասելով բախտի բերմամբ ազգային ժողովի նախագահ դարձած եւ ում նկատի ունես ասելով, որ կազինոներին կամ on-line կազինոներին հովանավոր է կանգնել եւ մարդկանց նստացրել է կազինո խաղալու վրա։ Եթե այդքան ուժեղ ես, ապա գրի անունս, թե չգիտեմ, ինչ որ փաստաբաններ, ինչ որ Ամստերդամներ, ինչ որ Ռոտերդամներ եւ մնացած դամները քեզ խորհուրդ են տվել մաքսիմալ զգուշ լինել եւ մաքսիմալ վախենալ այն բանից, որ ուղիղ խոսես, կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվես։ Դե ինչ, Նարեկ Կարապետյան, քեզ 24 ժամ ժամանակ կամ ընդունիր, որ դու վախենում ես իմ անունը տալ, կամ ընդունի, որ դու նկատի ունես հանրապետական կուսակցության որևիցե այլ ազգային ժողովի նախագահի կամ որևիցե այլ երկրի կամ չգիտեմ մի բան հնարի վստահ եմ ձեր մոտ դա կստացվի մոնտաժեք կմկմացեք
եւ հրապարակեք, թե կոնկրետ ում նկատի ունես քո վերջին ստատուսը գրելու ժամանակ։